Հրանտ Բագրատյանին չպաշտպանելու Հայ ազգային կոնգրեսի որոշումը ՀԱԿ-ում եղած բարոյահոգեբանական մթնոլորտի հետևանք է։ Այս մասին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նշեց ՀԱԿ-ից հեռացած ընդդիմադիր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Պատասխանելով մեր այն հարցին, թե ճիշտ էր արդյոք Հրանտ Բագրատյանի առաջադրվելու որոշումը հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը որոշում էր կայացրել չմասնակցել եւ որևէ մեկին էլ չսատարել, Արամ Սարգսյանն ասաց, թե Բագրատյանը կայացած գործիչ է եւ իր գործունեությունը թե տնտեսական եւ թե քաղաքական ոլորտում իզորու է հաշվարկել։ Նշենք, որ Հանրապետություն կուսակցությունը նույնպես որոշում է կայացրել չմասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին, որևէ մեկին էլ չսատարել։ Սակայն Արամ Սարգսյանը նշում է, որ արդեն իսկ որոշել է, թե տեխնացուներից ում օգտին է քվեարկելու։ Մեր հարցին, թե արդյոք խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է, Արամ Սարգսյանը չցանկացավ պատասխանել, ասելով, թե անուն հնչեցնելը արդեն քարոզչություն է։ Ամեն դեպքում ընտրությունը կատարելու է ընդդիմադիր երկու տեխնացուների՝ Ռաֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի միջեւ, որոնց հետ որոշակի քաղաքական ճանապարհ են անցել։ Նկատենք սակայն, որ Արամ Սարգսյանը նշեց, որ իր կարծիքով տեխնացուներից միայն Հրանտ Բագրատյանն է, որ կոնկրետ ծրագիր է առաջարկում։ Հավատում եք, որ այդ ձեր մատնանշած երկու ընդդիմադիր տեխնացուները, Ռաֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը, որոնցից մեկին ըստ էության դուք տալու եք ձեր ձայնը, այսօր իսկապես լուրջ փորձակցություն են ներկայացնում Սերժ Սարգսյանին եւ հաղթելու որևէ շանս ունեն։ Ես կոռեկտ չեմ համարում այդ հարցին պատասխանել, որտեղ ես ինքս քանի որ չեմ մասնակցում։ Իսկ այդ մարդիկ հավատում են իրենց հաղթանակին, աշխատանք են անում այդ ուղղությամբ, քարոզարշավ են անում, չվնասելու տեսակետից ելներով ես տեսակետներ չեմ ասի։ Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք չի զղջում, որ այս ընտրություններին չի մասնակցում Հայ ազգային կոնգրեսի երբեմնի ամենաակտիվ անդամ Արամ Սարգսյանը, ով մասնակցել է նախորդ գրեթե բոլոր ընտրություններին, սատարելով եւ Ստեփան Դեմիրճյանին եւ Լևոն Տեր-Պետրոսյանին, ասում է, որ Հայաստանում փետրվարի 18-ին ընտրություններ տեղի չեն ունենալու, իսկ հասարակությունն էլ այսօր իր իրավունքների համար պայքարելու ցանկություն չունի։ Ի պատասխան մեր հարցին, թե արդյոք հնարավոր չէր ժողովրդին ակտիվացնել, Արամ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն արեց, նշելով, որ ցավոք ՀԱԿ-ը իր քայլերով հիասթափեցրեց ժողովրդին, քանի որ մարդիկ տեսան, որ ընդդիմությունը չի տարբերվում իշխանությունից։ Ժողովուրդը դժբախտաբար իմ սուբյեկտիվ կարծիքով չէր հավատում որևէ մեկին, ոչ ընդդիմությանը, ոչ իշխանությանը, ու այստեղ խնդիրն էր, որ ընդդիմությունը իր քայլերի մեջ արել էր այնպիսի բաներ, ինչը բնորոշ էր իշխանությանը։ Այսինքն ընդդիմությունն էլ ցույց էր տվել, որ ինքը իշխանություն հասնելու ճանապարհին տաբուներ չունի։ Կարող է համագործակցել մարտի 1-ից հետո մեղադրանքներ ներկայացրած Բարգավաճի հետ, եւ այստեղ ժողովուրդը չտեսավ, որ այդ իրենն է։ Ու ինքը տեսավ, որ ասենք ՀԱԿ, Բարգավաճ, Դաշնակցություն, Ռոբերտա Քոչարյանը այս կոնգլոմերատը փոփոխություն չի Սերժ Սարգսյան օրինաց երկիր կամ օլիգարխներ մնացած ոչ մի տարբերություն։ Եվ այս կոնտեքստում հասարակությունը հույս կորցրեց նաև ընդդիմությունից։ Չնայած, որ Արամ Սարգսյանը հաջողություն է մաղթում Ռաֆի Հովհաննիսյանին եւ Հրանտ Բագրատյանին առաջիկա ընտրապայքարում, սակայն միևնույն ժամանակ ընդգծում է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները ոչ այլին չեն, քան տուն-տունիկ։ Ժողովուրդը իմ համոզմամբ 90%-ով փոփոխություններ է ուզում։ Ես տեսնում եմ, որ ժողովուրդը իմ կարծիքով նորից ժողովրդի մեծամասնությունը այդ փոփոխությունները Սերժ Սարգսյանի չի սպասում։ Ինքը չի հավատում, որ Սերժ Սարգսյանը կարող է փոփոխություններ բերել։ Սերժ Սարգսյանը գուցե փոփոխություններ բերի իր թիմի համար, իր կողքի կանգնածների համար, որոնք իրենց հարցազրույցներով ոչ միայն չեն օգնում, այլև խանգարում են։ Դրա համար էլ երևի մենակ է գնում քարոզարշավների։ Բայց այդ թիմը այդ շրջապատը, որի հետ ինքը քարոզարշավի է մտել, որևէ մեկին հույս չի ներշնչում, որ սա փոփոխություններ բերող թիմ է։ Ինչն է փոխելու, ով է խանգարել մինչև հիմա փոխելու։ Վերջիվերջո Սերժ Սարգսյանը, եթե չեմ սխալվում, 92 թվականից կառավարության անդամ է եւ բավականին լուրջ անդամ, ազդեցություն ունեցող անդամ։ Այստեղ հասարակությանը համոզել, որ ես փոփոխություններ բերող եմ, շատ բարդ է։ Ես անձամբ այդպես եմ կարծում, որ ոչ միայն Սերժ Սարգսյանը, գործող իշխանություններից յուրաքանչյուրը ազատ ընտրությունների պարագայում շանս չունի վերընտրվել։